Եթե սիրում եք հանգստանալ բնության գրկում, գնալ արշավների կամ պարզապես հաճախ եք լինում լեռնային ու անտառային վայրերում, ապա այս տեղեկությունը կարող է կարևոր լինել ձեզ համար։ Վերջին շրջանում գայլերի հետ կապված դեպքերն ու քննարկումները կրկին ուշադրության կենտրոնում են հայտնվել։ Թեև մասնագետները նշում են, որ գայլերը սովորաբար խուսափում են մարդկանցից, այնուամենայնիվ յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, թե ինչպես վարվել նման հանդիպման դեպքում։ Առաջին եւ ամենակարևոր կանոնը՝ եթե տեսնում եք գայլ, խուճապի մի մատնվեք։ Երբեք մի սկսեք փախչել, քանի որ դա կարող է կենդանու մոտ արթնացնել հետապնդման բնազդը։ Փոխարենը կանգնեք հանգիստ եւ փորձեք ավելի մեծ երևալ։ Կարող եք բարձրացնել ձեռքերը կամ բացել բաճկոնը, որպեսզի ձեր մարմինը ավելի մեծ տեսք ունենա։ Եթե անհրաժեշտ է հեռանալ, դա արեք դանդաղ, առանց մեջքով շրջվելու։ Փորձեք անընդհատ հետևել կենդանու շարժումներին եւ պահպանել հանգստություն։ Մասնագետները նաև խորհուրդ են տալիս խոսել բարձր եւ վստահ ձայնով։ Անհրաժեշտության դեպքում կարելի է աղմուկ բարձրացնել, որպեսզի կենդանին հեռանա։ Շատ դեպքերում վայրի կենդանիները նախընտրում են խուսափել մարդկանցից։ Եթե ձեզ հետ երեխաներ կան, նրանց անմիջապես բերեք ձեր կողքին կամ գրկեք։ Շատ կարևոր է թույլ չտալ, որ երեխաները սկսեն վազել կամ հեռանան ձեզանից։ Իսկ եթե գայլը շարունակում է մոտենալ, կարելի է օգտագործել ձեռքի տակ եղած առարկաները, օրինակ փայտ, ուսապար կամ քար, որպեսզի կենդանուն պահեք անվտանգ հեռավորության վրա եւ անհրաժեշտության դեպքում պաշտպանվեք։ Եթե պատրաստվում եք այցելել այնպիսի տարածքներ, որտեղ հնարավոր է հանդիպել գայլերի, մասնագետները խորհուրդ են տալիս միայնակ չգնալ, հատկապես երեկոյան կամ գիշերային ժամերին։ Ձեզ հետ ունեցեք լապտեր եւ լիովին լիցքավորված բջջային հեռախոս։ Բացի այդ, շարժվելիս ցանկալի է խոսել կամ աղմուկ անել։ Այդպես վայրի կենդանիները նախապես կզգան մարդու ներկայությունը եւ մեծ հավանականությամբ կհեռանան տարածքից։ Կարևոր է նաեւ բնության մեջ չթողնել սննդի մնացորդներ, քանի որ դրանք կարող են գրավել վայրի կենդանիներին եւ մեծացնել մարդկանց հետ նրանց շփման հավանականությունը։ Չնայած գայլի հարձակման դեպքերը շատ հազվադեպ են, եթե նման իրավիճակ առաջանա, մասնագետները խորհուրդ են տալիս պաշտպանվել ակտիվորեն, օգտագործեք ցանկացած առարկա, որը կարող է օգնել ձեզ պաշտպանվել եւ հնարավորության դեպքում փորձեք կենդանուն հեռուպել, արագ շարժվելով դեպի անվտանգ վայր։ Ամփոփելով կարելի է ասել, որ գայլի հետ հանդիպումը խուճապի պատճառ չէ, եթե մարդը գիտի, թե ինչպես ճիշտ արձագանքել, հանգստություն պահպանելը, անվտանգության կանոններին հետևելը եւ նախապես պատրաստ լինելը կարող են վճռորոշ դեր ունենալ նման իրավիճակում։ Եթե այս տեսանյութը օգտակար էր ձեզ համար, կիսվեք տեսանյութով ձեր մտերիմների հետ, որպեսզի նրանք նույնպես իմանան, թե ինչպես ճիշտ վարվել բնության մեջ հնարավոր վտանգների իրավիճակների դեպքում, իսկ եթե դեռ բաժանորդագրված չեք ալեքին, բաժանորդագրվեք եւ միացրեք ծանուցումների զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ տեսանյութերը։